Բարոյձեզ, առաջիկա խորհրդարանական համապետական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը փուռն ընթացքի մեջ է, քաղաքական ուժերը եւ գործիչները հնչեցնում են կոշտ հայտարարություններ, փոխադարձ մեղադրանքներ եւ սուր կանխատեսումներ միմյանց ապագայի վերաբերյալ։ Այս քաղաքական պայքարի առանցքում այս փուլում մի քանի թեմաներ են՝ խաղաղություն, անվտանգություն, արտաքին քաղաքականություն եւ արցախցիների հարց։ Օրերս մետրոյում Հանրապետության վարչապետի եւ արցախցի մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը հայտնվեց հանրային քաղաքական ուշադրության կենտրոնում եւ կարծես բացեց մեր ցավոտ հարցերը Արցախի իշխողության, պատասխանատվության եւ ապագայի մասին։ Այս փուլում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խոսում է խաղաղության մասին եւ հայտարարում է, որ իրենց պետք է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի կարողանան խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի։ Խաղաղության մասին խոսում են նաեւ ընդդիմադիր ուժերը, պայմանական ասած ռուսամետ դաշտում գործող ուժերը խոսում են ուժեղ եւ երաշխավորված խաղաղության մասին։ Այս փուլում հարցադրումները նույնն են, ինչպիսի նախընտրական պայքար է լինելու արդեն պաշտոնական շրջանում, որ գաղափարներն են լինելու առաջնային, ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը այդ գաղափարներին, որն էլ ի վերջո ձևավորելու է հանրային տրամադրությունները եւ ընտրությունների արդյունքները։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեներին, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Սարգսյան։ Նախ ընդհանուր գնահատականից սկսենք, ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում, այն ինչ կատարվում է արդեն մաքուր նախընտրական քարոզչություն է, թե դեռ նախապատրաստում եւ ինչպես ասում են, թե դեռ ծաղիկներն են միայն։ Կարծում եմ դեռ ծաղիկներն են, կարծում եմ օր-օրի հետ ամեն ինչ էլ ավելի կակտիվանա, կարծում եմ որ քարոզչությունը ոչ այնքան գաղափարի շուրջ է, ինչքան ինտրիգների, մեր ժողովուրդը մեքսիկական սերիալի նման սպասում է ամեն շաբաթ կիրակի ինչ է անելու քաղաքացիական պայմանագիրը, այս անգամ ինչ են ուտելու, ինչ են ասելու եւ այլն, այս համատեքստում որոշակի հետաքրքրություն կա, ես տեսնում եմ, որ ընդհանուր առմամբ գործող իշխանությունը քարոզչության ամբողջ գործընթացը իր ամբողջ ներուժով իրականացնում է եւ ինքը հաջողության հասնելու է։ Ես տեսնում եմ, որ մեր ձևով եւ ռուսական ուժերը հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունեն։ Ավելին կարծում եմ ուժեղ է այն մարդը, ով օրենքի գերակայությունը կպահի եւ թույլ չի տա մեր ձևովին ընտրություններում քվեարկվել։ Այ դրանով կապացուցի Նիկոլ Փաշինյանը, որ ուժեղն ինքն է։ Թե չէ դրել են ով է ուժեղ, ով է թույլ, այս բանավե չգիտեք, այնքան էլ լուրջ չի, այ ուժեղը իմ եղբայր Վազգենն էր, որ հազարավոր ջոկատներից բանակ ձևավորեց, որ մահապարտների կոչ արեց, որ ոչ միայն Արցախի շրջապատը, 7 շրջաններ, այլև Հայաստանի շրջապատը անվտանգության գոտի դարձրեց։ Ուժեղը Հրանտ Մաթեոսյանն էր, որ տեսակետ ուներ ու այդ տեսակետը աներկբա բարձրաձայնում էր։ Ուժեղը Օհան Դուրյանն էր, որ իր փառքը կարող էր աշխարհի ցանկացած երկրում վայելել պատվով ու հարգանքով, բայց գերադասում էր Մատենադարանի հարթակի ժողովրդին դիմել։ Ուժեղը իմ կուսակից ընկեր Ռոմիկ Մխիթարյանն է, ով 3-4 պատերազմների մասնակցել է, ով 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո պայքարել է այս իշխանությունների դեմ, ում տունը բազմաթիվ անգամներ խուզարկել են, ով այսօր էլ Աչափնյակի թաղապետն է եւ գիշեր-ցերեկ ջանք ու եռանք չի խնայում իր աշխատանքը բարեխիղճ անելու առումով։ Այ գիտեք ինչ, այդ ուժեղությունը յուրաքանչյուր մարդու գնահատելու կամ թույլ լինելու տվյալ պահին, տվյալ մարդու կոնկրետ արած գործողություններից է։ Ուր էին այդ մարդիկ այսօր, որ խոսում են 99-ի հոկտեմբերի 27-ին, տեսակետ ունեին, թե չունեին։ Ուր էին 2004 թվականի ապրիլի 12-ին, երբ խաղաղ ցուցարարները պահանջում էին, որ սահմանադրական դատանի որոշումը գործող իշխանությունը ի կատարածի։
Սահմանադրական դատանը որոշել էր վստահության հանրակրվե, ինչը ոչ միայն չարեցին, այլ գիշերով կոլցո օպերացիա արեցին։ Ասում էին պարտադիր չի առաջարկել է սահմանադրական Գիտեք ինչ, պարտադիր չի, պարտադիր չի, բայց ջրցաններով, էլեկտրոշոկերով Երևանի կենտրոնում կոլցո օպերացիա անել, տարեսների ու անգամ երիտասարդների ծեծերով քշելու առավոտնել գլուխ գովալ, որ ջրցանով քշեցի մինչև օպերայի կալցև, ոյ։ Այդ մարդիկ ուր էին, այդ ժամանակ տեսակետ ունեին, թե չէ։ Ուժեղ էին այդ ժամանակ, թե չէ։ Կամ 2008 թվականի մարտի 1-ին այդ մարդիկ ուր էին։ Երբ Հայաստանի կենտրոնում 10 խաղաղ մարդ զոհվեց։ Տեսակետ ունեին, թե չէ։ Հիշում եք ադրբեջանցի մի միլիարդատերի հրահանգով Ծիրան օպերացիա տեղի ունեցավ Ռուսաստանում։ Այո, Երբ բոլոր Հայաստանից գնացած Ծիրանով բեռնված մեքենաները դուրս էին անում ու թույլ չէին տալիս ու շուկաներից հայկական Ծիրանը դուրս էին թափում։ Այդ ժամանակ իմ լուսահոգի կուսակից ընկեր Ռաֆիկ Մկրտչյանի տղան Արմեն Մկրտչյանը արզամասում էր։ Ինքը կոչ արեց, ասեց Ծիրանով բեռնված մեքենաների վարորդներ ջան, եկեք արզամաս։ Ձեր Ծիրանն էլ կառնենք, ձեզ ուտելու հացել կտանք, քնելու տեղել կտանք։ Ուժեղ Արմեն Մկրտչյանն է։ Սամվել Կարապետյանը ուժեղ չի, ինքը հարուստ է։ Շատ տարբեր բաներ են։ Ուժեղ ու հարուստ լինելը շատ տարբեր բաներ են։ Ուժեղը երաբրում զոհված մեր տղեկն են, երրորդյա քառորդյա պատերազմի, 44-օրյա պատերազմի։ Այ ուժեղն իրանք են։ Նես որ այս ուժեղ ու թույլ խոսակցությունը նախընտրական քարոզություն մի դարձրեք ամոթ է։ Ուժեղ պետք է լինել։ Վարչապետը եթե ուզում է ուժեղ լինել, թող այսօր, հենց այսօր, այ հենց այսօր քրեական գործ սկսի ու այդ, չգիտեմ, մեր ձևով է ուժեղ Հայաստան է, իրեն ուժեղի տեղ դրած Հայաստան է, այ այդ կուսակցության գործունեությունը դադարեցնի։ Ինչ հիմքով։ Շատ բարձ պատճառով, օրինակ 3 4 օր ես անցնում էի ու Թբիլիսյան փողոտայի վրա 31 հատ ավտոբուս հաշվեցի Սամվել Կարապետյանի նկարներով։ Եվ ինչ։ Եվ ինչ։ Բոշի յուղն է։ Ասենք իմ կարծիքով, եթե ասենք Հայաստանում 31 հատ չլներ, 331 հատ լներ, 331 հատն էլ վարձելու էին։ Ու սա քարոզչության առումով օրենքը չի արգելում, մարդը կարող է այդ ավտոբուսները վարձել։ Օրենքը արգելում է։ Ոչ, օրենքը չի արգելում։ Վերջացը։ Գիտեք ինչ, հենց այստեղ է օրենքի բացը։ Հենց այստեղ է օրենքի բացը, որ ընտրությունը ոչ թե 6 ամիս առաջ գալով փողի զորբայությամբ իշխանություն վերցնելն է։ Եթե ժողովրդավարություն մենք համարում ենք այդ համատեքստում, որով փող ունի 6 ամիս առաջ կարող է գալ 330 հատ ավտոբուս վարձել, այդ ավտոբուսներին նստողներին, չգիտեմ, տաշիր պիցայով հյուրասիրել, պատտեսնել տեղից տեղ ցույց տալ, որ ինքը ժողովուրդ ունի, ու ասել կամ ես եմ, կամ գործող իշխանությունը, ու քարոզչական ամբողջ դաշտնել գնա այդ ուղղությամբ։ Մենք ժողովրդավարություն կյանքում չենք ունենա։ Խնդիրը գաղափարի դաշտում չի լինի։ Խնդիրը կլինի ով է ուժեղ, ով է թույլ։ Ժողովրդավարություն, բայց եթե օրենքի խախտում չկա, ուրեմն վերջ։ Եթե օրենքի խախտում կա, դա այլ հարց է։ Գիտեք ինչ, օրենքը ասում է, որ քարոզարշավի շրջանում յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի ծախսելու 500 միլիոն դրամ եւ ոչ ավելին։ Այս պաշտոնական քարոզչության շրջանում։ Այո, պաշտոնական քարոզչության։ Գիտեք, պաշտոնական քարոզչություն եւ ոչ պաշտոնական քարոզչության ժամանակահատվածում ծախսված գումարները չեն վերահսկում եւ սա միանշանակ օրենքի բաց է։ Այդ մի ավտոբուսը, մի օրվա վարձը 30 տեղանոցը 88000 է, 100 տեղանոցը 110,000 եւ ավելի, եթե հեռու տեղ է գնում, այդ գումարն էլ ավելի ավելանում է։ Այսինքն, մինչև ընտրություններ ավտոբուսների վրա, միայն ավտոբուսների վրա 500 միլիոնից ավել գումար է ծախսվում։ Մինչև Շատ լավ, բայց ասում եք օրենքի բաց է, բայց օրենքը հիմա չի սահմանում դրա վերահսկողություն, իսկ եթե չի սահմանում, ուրեմն որևէ խախտում չկա։ Ինչի մասին է խոսքը։ Այլ հարց է, որ օրենքը բաց ունի, ասում եք, օրենքը նախաձեռնություն ունի, այդ օրենքը շտկվի այնպես, որ դա վերահսկվի։ Օրենքը ասում է, որ այն քաղաքական ուժերն ու կուսակցությունները, ում կապիտալի 30%-ը Հայաստանի սահմաններից դուրս է, տվյալ 156-րդ, 157-րդ հոդվածն
տվյալ կուսակցություններին կամ տվյալ կազմակերպությունների գործունեությունը իրավունք ունի արձկելելու։ Հիմա Սամվել Կարապետյանի կապիտալի 30%-ից ավելին Հայաստանից դուրս է։ Եվ բնականաբար այդ ավտոբուսները, որ ինքը վարձում է, այդ 30%-ից դուրս կապիտալի փողերով է վարձում, չէ՞։ Տաշիրպիցայի փողերով չի վարձում, չէ՞։ Դա այլ խնդիր է։ Լավ, հիմա կանք մենք իհարկե էլի կվերադառնանք ընդդիմադիր դաշտ, պայմանական ասած ռուսամետ հատված, արևմտամետ հատված, այդ նաև ձեր կուսակցությանը, բայց անդրադառնանք այսօրին մեծ աղմուկանաց մետրոյի միջադեպին, ձեր գնահատմամբ ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Դա պարզապես էմոցիոնալ դրվագ էր, երկու հայ մարդու էմոցիոնալ պորտքում էր, թե խորքային քաղաքական մշակույթի հանրային հաղորդակցության նրբությունների հարց է։ Ես աշխատում եմ նման թեմաների գնահատականներ չտալ, Աստվածաշնչում, երբ Մովսես երկու հրեաների ասում է, հաշտ եղեք ինչ եք իրար հետ վիճում են, մեկն ասում է, քեզով դատավոր կարգեց մեր վրա, եւ հիշեցնում է Մովսեսի մինչ այդ արած։ Այսինքն ես ինքս էլ սուրբ չեմ, նման իրավիճակներում հայտնվել եմ, շատ կարճ ժամանակ առաջ մարտի 5-ին Վազգենի արձանի մոտ հեռախոսը միացրած մի կին անհամբեր իր թիմով սպասում էր, որ ես գամ ու գալիս ես մի հատ այնպեսի հարց է տալիս, որին եթե պատասխանես, չպատասխանես, ինչ ասես միևնույն է, այսինքն հարցը հարց է, բայց մեղադրական համատեքստում։ Ինչ ասես դու ես մեղավոր, ու այդ ամեն ինչը միլիոնով դիտում է ունենում համացանցում։ Ես կասեմ, որ գործնեության այս ձևը այս քարոզարշավի նոր դրսևորումներից։ Ու այս քարոզարշավում բազմաթիվ պրովոկացիաներ են լինելու։ Եթե հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու ինչ-որ մեխանիզմեր մտածվել են, պրովոկացիաների դեմ մարդու ֆանտազիան անսահման է։ Պրովոկացիաների դեմ մեխանիզմներ դեռևս չկան։ Ինչ վերաբերվում է ընդհանրապես կոռեկտությանը, ձայնը բարձրացնելուն, ես մշտապես աշխատել եմ կոռեկտ լինել։ Մշտապես կոչ եմ արել կոռեկտ լինել, պիտակներ չեմ օգտագործել, որևէ մեկին չեմ վիրավորել, փախստական եւ այլը։ Լեռնային Ղարաբաղի հարցը ինքը խորքային խնդիր ունի։ Եվ այդ խորքային խնդրի պատասխանը յուրաքանչյուր թեւ յուրովի է տեսնում եւ հակառակը համոզել աննարին է։ Այն ինչ որ ասում էր այդ կինը, այն ինչ որ ասում էր Վիտալի Բալասանյանը, ցավոք սրտի Լեռնային Ղարաբաղի իմ քույրերն ու եղբայրները բոլորն են այդպես մտածում։ Առանց բացառության։ Ես իրենց շատ եմ սիրում։ Ես բազմաթիվ առաջարկներ եմ արել։ Ես իրենց տեղը լինեի, ելի կարող է այդպես մտածեի, որտեվ իրենք քնում արտանում են, իրենց պատշգամբն են տեսնում, իրենց հոսող գետն են տեսնում, իրենց Ստեփանակերտի տունն են տեսնում։ Այդ մարդիկ սրտով վիրավորված են։ Այդ մարդիկ համարում են, որ իրենք անպաշտպան են մնացել, որ իրենք ստիպված են եղել։ Եվ այս համատեքստում պիտի որևէ մեկին մեղավոր գտնեն։ Բնականաբար մեղավորը նա է, ով իշխանություն է։ Ու այս համատեքստում է եղել այդ բանավեճը։ Լեռնային Ղարաբաղում խնդիրները կարող էին լուծվել 92 թվականից սկսած։ Այդ պատմությունները, որ նայենք, ասենք, սկսած հենց հիմիկվանից, ինչքան էլ մենք սիրում ենք, ասենք, Ալմաթիի հռչակագիրը, այդ Ալմաթիի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել։ Այսինքն առաջինը Հայաստանի Հանրապետության անկախությունը, որ ճանաչվել է, այն դրոշը, որ բարձրացրել է Ռաֆի Հովհաննեսյանը Եվրոմիությունում, այդտեղ այդ Ալմաթիի հռչակագրով Հայաստանի Հանրապետության տարածքն է ճանաչվել։ Ինչի մասին հիմա նաև Նիկոլ Փաշինյանը անընդհատ պնդում է, որ այս վրա պիտի լինի Հայաստան ու այդ քարտեզն է, որ բաժանում։ Դրանից հետո եկող բոլոր գործընթացներում Լիսաբոնի համաձայնությունը եւ այլը, բանակցային փուլային, փաթեթային այս համատեքստերում մշտապես խնդիրը հասել է Լեռնային Ղարաբաղին ու քանի որ նաեւ նախկին իշխանությունները ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչել։ Լեռնային Ղարաբաղը ինքը իրեն ոչ թե Հայաստանի մաս, հետո հանրակրվե արեց ու անկախ ճանաչեց, չէ՞։ Դրանից հետո բացի իրանից որևէ մեկը չճանաչեց։ Այս խնդրի լուծումը արկախված մնաց, բայց ռոպագանդան գնում էր բացարձակ այլ հարթության վրա։ Եվ այդ կնոջ դրսևորումը
Եվ նաև Լեռնային Ղարաբաղի քույրերի ու եղբայրների այն նման դրսևորումները այդ ռոպագանդայի հետևանք են, որում յուրաքանչյուրս մեղք ունենք, մեղքի մեր բաժնի չափն ունենք, որովհետև ասել ենք, որ վերջի վերջո մեր ճշմարտությունը պիտի տեղ հասնի։ Վերջի վերջո իսկապես, երբ որ Ստալինը 21 թվականին այդ տարածքը տվեց Ադրբեջանին, այդտեղ 94% հայեր ապրում։ 94% հայ։ Վերջի վերջոն երբ ինչպես ես նշեցի, որ այդ դրվագը մետրոյում կարծես թե բացեց մեր ցավոտ հարցերը Արցախի հիշողության, պատասխանատվության եւ ապագայի մասին։ Արդյոք այդ ցավոտ հարցերից մեկն այն է, որ պիտի արձանագրել, որ գոնե տեսանելի ապագայում Արցախի հարցը փակ է։ Եվ արդյոք սա նշանակում է, որ Արցախի կորստի պատասխանատվության հարցն էլ է փակ։ Գիտեք, գործող իշխանությունը օրինակ ասում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից պիտի հանվի անկախության հռչակագիրը, քանի որ այնտեղ կա հղում Արցախին։ Եվ ասում է, որ սա պիտի բանավեճի թեմա դառնա բոլոր քաղաքական կուսակցությունների ուժերի համար, իրենք պիտի այս մասով տեսակետ ասեն։ Այս ոչ պոպուլյար մոտեցում է, չէ՞, ինչը հեչ բնորոշ չէ Նիկոլ Փաշինյանին, ով նույնիսկ կարկանդակ ուտելը պոպուլյարի դաշտ է տանում, որ ես ձեզնից մեկն եմ էլի։ Ինչ է նմանան ոչ պոպուլյար բան ասում։ Հետևաբար հակված ես մտածել, իսկ եթե Հայաստանը այդ չի անում, ինչ արդյունքում, դրա հետևանքը ինչ կարող է լինել։ Կարող է լինել պատերազմ։ Դրա համար ասում է, որ անենք։ Իսկ եթե լինի պատերազմ, հայկական բանակը ինչքանով է պատրաստ, բնականաբար մենք նախկին իրավիճակում չենք։ Եվ այս ընթացքում Հայաստանի բանակը բավականին լուրջ սպառազինություն է ձեռք բերել։ Բավականին լուրջ գործընթացներ են տեղի ունեցել։ Վերջի վերջո թե խնդիրը հասնի պատերազմելու, բոլորս էլ ոտքի կկանգնենք, որտեղ արժանապատվությունը շատ կարևոր հատկանիշ է ազգային նկարագիրն ու կեցվածքը պահելու առումով։ Ու Վազգենի մահապարտների կոչը դրա բացառիկ օրինակ է։ Ես կասկած չունեմ, որ կլինեն էլի մարդիկ, ովքեր իրենց վրա կվերցնեն ու այդ երիտասարդներ, ովքեր այդ կտանեն, այնպես ինչպես Վազգենը։ Բայց այս ամեն ինչը ասելով հանդերձ, մեր ժողովուրդը ինքը պիտի որոշի, պատրաստ է գնալու դրան, թե պատրաստ չէ։ Եվ ինքը այդ հարցի պատասխանը պիտի տա Սահմանադրության հանրաքվեի ժամանակ։ Հիմի չի, որ վարչապետն ասում է։ Բնականաբար ես հասկանում եմ, որ մեր ժամանակ է պետք էլ ավելի զորանալու։ Երեք ես կուզենայի, որ մեր ժողովուրդը հասկանալ, որ ապագայում կամ ընդուներ, թող ինձ ներեն հասկանալ բառու համար, ընդուներ, որ ապագայում մեր երկրի գոյության, գոյաբանության, հավերժության մնալու հենքը դա հայ զինվորի հայ բանակի սպառազինությունն է եւ Հայաստանի տնտեսության հզորությունը։ Նախկին բոլոր պատերազմներում, որոնցում որ մենք քիչ թե շատ հաղթանակ ենք ունեցել, դա եղել է հայ զինվորի խիզախության հաշվին։ Հայ զինվորը իր խիզախությամբ միայնակ պատերազմել ու այդ խիզախության հաշվին հաղթանակներ է բերել։ Այդ խիզախությանը ոչինչ չի եղել։ Ուղղակի իրավիճակներն են փոխվել։ Այսօր խիզախությունը խնդիր չի լուծում։ Այսօր պատերազմում կռվում են ռոբոտներն ու դրոնները, որոնք մտածելակերպ տրամաբանություն չունեն, որոնք չգիտեն վախն ինչ է ու խիզախությունը իրենց վրա չի ազդում։ Երբ որ վախ չկա, խիզախությունը գործոն չի։ Ես մտածում եմ, որ ապագա հայկական բանակը զոհեր չպետք է ունենա։ Ինչու՞, որովհետև այս արդեն ռոբոտների խելքի կռիվ է։ Իսկ այդ առումով, ինչքան էլ մենք մեզ ինքնախարազանենք, վատ ժողովուրդ, բամբասկոտ ժողովուրդ, փող սիրող ժողովուրդ, օտարին սիրող ժողովուրդ լինելով, մենք խելքի ժողովուրդ ենք։ Մենք կարող ենք այդ անել։ Մենք պիտի այնպիսի բանակ ձևավորենք։ Մենք պիտի, չգիտեմ, ռոբոտների, անօթաչու թռչող սարքերի 10-15 միլիոնանոց բրիգադ ունենանք։ Մեր դպրոցներում երկրորդ, երրորդ դասարանից պիտի երեխաները սովորեն այդ անօթաչուները վարելը։ Ես այս վերջում անօթաչուների այդ դպրոցում եղա երկու արտաշների մոտ։ Գիտեք, հիացած եմ։ Իրական Հայաստանի հերոսը, այսօրվա հերոսը այդ արտաշներն են, որ այդ երեխեքին էին կրթում։ 9 տարեկան երեխա կար, որ այդ դրոնը վարում էր այն մակարդակի, որին Ուկրաինայում ամսական $10,000 գումար են վճարում այդ անելու համար, այդ վարպետությամբ, այդ տեղերով էր ասում։ Պարոն Սարգսյան, շարունակելով
Արցախի կորստի, խաղաղության, անվտանգության թեմաները, ուզում եմ խոսենք նաև այս թեմաների շուրջ իշխանություն, պայմանական ասած ռուսամետ ընդդիմություն, պայմանական ասած այս հերակա բանավեճին, օրես այս խնդիրներին անդրադարձավ նաև երկրորդ նախագահը, նա հայտարարեց, թե ինչ տեղի ունեցավ Արցախում, ըստ էության այդ երակոմ հայտարարությունից հետո, երբ որ կողմերը ստորագրեցին ամեն ինչ եւ ահա 1 թե 2 ամիս հետո Պրահայում Նիկոլ Փաշինյանը այլ բան հայտարարեց, այսինքն իր խոսքերով ասած թռավ այդ պայմանավորվածություններից, ինչն էլ բերեց այս վիճակին։ Ինչ մեկնաբանություններ ունեք։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Ֆրենյուզի եթերում, ես զրուցում եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մենք խոսում ենք առաջիկա համապետական խորհրդարանական ընտրությունների եւ այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ժամանակ հիմնական թեմաների մասին, իսկ դրանք են խաղաղությունը, անվտանգությունը եւ արցախցիների հարցը։ Պարոն Սարգսյան, իմ վերջին հարցը վերաբերում էր երկրորդ նախագահի հայտարարություններին կապված ֆորմատից Հայաստանի թռնելու հետ, այսպես ասած, Պրահայում։ Երկրորդ նախագահը ճիշտ կանի Արցախի թեմայով ավելի վաղ ժամանակից սկսի, որտեղ ինքը այդ ամեն ինչի մեջ ավելի վաղ ժամանակներում եղել է։ Նախ ասի թե ինչպես եղավ, որ իր պաշտոնավարման տարիներին, մասնավորապես 2004 թվականից սկսած, Արցախի Հայաստանի բանակի բյուջեն եւ Ադրբեջանի բանակի բյուջեն տեղափոխվեց Ադրբեջանի բանակի բյուջեի ավելացման եւ գերակայման օգտին։ Ինչպես ստացվեց, որ իր պաշտոնավարումից հեռանալուց հետո Ադրբեջանի բյուջեն արդեն 1.6 միլիարդ էր բանակի բյուջեն, իսկ Հայաստանի բյուջեն 370 միլիարդ։ Դա ինչպես ստացվեց։ Ու արդյոք երկրորդ նախագահը չի մտածում, որ Արցախյան պատերազմի հիմնական պատճառը ու որ լուծումները հենց այսպես պիտի լինեին, հենց դրա հետ էր։ Այդ ոնց է ստացվում, որ այդ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները, որ էլի գողանում էին, բայց իրենց բանակի բյուջեն այդքան ավելացավ, Հայաստանի բանակի բյուջեն ոչ միայն չավելացավ, այլ Հայաստանի իշխանությունների սեփական բյուջեն, կոնկրետ Ռոբերտ Քոչյանն արդեն պաշտոնից դուրս գալուց հետո իր որդին դոլարային միլիոնատեր էր։ Այդ ոնց ստացվեց։ Այս մասին չի ուզում ասել։ Երկրորդ նախագահը ինչի չի ուզում ասել, թե ինչու իր պաշտոնավարման տարիներին ինքը Արցախի անկախությունը չճանաչեց։ Այդքան ուժեղ տղա էր, ինքն էլ Արցախից եկած։ Այդ ինչի չէր ճանաչում։ Կամ երկրորդ նախագահը չի ուզում ասել, թե Քիվեստում ինչ էր բանակցում ու ինչի համար էր բանակցում։ Ու եթե ինքը սկսել էր բանակցությունները Մեղրի շրջանը Լաչինի շրջանի հետ փոխելով, այդ չէր նշանակում, որ տարածքային փոխանակում ասելով ինքը Արցախը ճանաչում է արդեն Ադրբեջանի կազմում եւ տարածք է տալիս Ադրբեջանի տարածքից տարածք վերցնելու համար։ Արցախի կորստի հիմնական պատճառը Ադրբեջանի թե արտաքին քաղաքական հարթակներում ունեցած լուրջ ձեռքբերում ՄԱԿ-ի երկու բանաձևերը եւ այլ, պլյուս ռազմական բյուջեի կտրուկ ավելացումն է։ Սա միանշանակ է, պատերազմը այսպես թե այնպես լինելու էր։ Երկրորդ, մենք այլևս Ռուսաստանին բան տալու չունեինք։ Ինչ կար Ռոբերտ Քոչյանը տվե պրծել էր։ Վերջին երկաթգիծն էլ էլ չհամբերեց, որ Սերժ Սարգսյանը դա ինքը տվեց։ Ասում ենք անվտանգության երաշխավորի պարտավորություն, հանձնառություն ունեինք Արցախի նկատմամբ։ Այո, երաշխավորության հանձնառություն ունենք Արցախի նկատմամբ, եւ այդ երաշխավորության հանձնառությունը մենք վերապատկերել էինք Ռուսաստանին, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բանակի բյուջեն ավելանում է, որ Ադրբեջանը օր-օրի հոխորտում է պատերազմով ու ուժով խնդիրը լուծելու, բայց մենք ասում ենք, քանի որ Ռուսաստանը մեր հետ է, ոչինչ որ մեր բյուջեն ցածր է, ոչինչ որ մեր տնտեսությունը այդքան է լավ չի, փոխարենը ռուսները պաշտպանում են մեզ Իսկանդիր են տալիս, մեր վրա չեն կարող։ Ինչի համար է Ռոբերտ Քոչյանը այդ ամեն ինչը տալիս Ռուսաստանին։ Այն հույսով, որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի։ Իրականում այդ Ռուսաստանը ոչ միայն մեզ չպաշտպանեց, այլ մեզնից ստանալու էլ ոչինչ չուներ։ Եվ եթե նայում ենք ընդհանուր հետագծին, այն մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ից հետո տեսակետ չեն ասել այդ ուժեղ տղեկը, ովքեր ապրիլի 12-ից հետո տեսակետ չեն ասել 2004 թվականի, ովքեր մարտի 1-ից հետո տեսակետ չեն ասել,
ովքեր 2020 թվականից հետո տեսակետ են ասում Հայաստանի իշխանությունների դեմ, դրանք ամբողջությամբ ռուսական տեսակետ են։ Նույն կետից եկող։ Ու ես լսում եի Վիկտոր Սողոմոնյանի, ով նույն Ռոբերտ Քոչարյանն է, ոչ մի տարբերություն։ Ոչ մի բառ կոմենտով Վիկտոր Սողոմոնյան չի կարող առանց Ռոբերտ Քոչարյանի ասել, ով այսօր Մոսկվայում է։ Հարցազրույցում ինքն ասում է, եթե Հայաստանում մնան այն ուժերը, ովքեր այսօր իշխանություն են, Հայաստանը դուրս է գալու հապկից, խզելու է հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ այլը, իսկ որպես այդ տեղի չունենա, պիտի գան այսօր, այսինքն ասում է գանք մեզ, որ էլի տանք ձեզ։ Էս է Ռոբերտ Քոչյանի ասածը։ Իսկ Ռուսաստանի հետ լինելը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մեր ջահելները պիտի օգտվեն YouTube-ից, որ գնացած քաղաքը պետքա լինի Մինսկը, Մոսկվան։ Այսօր 28000 դրամ փող են տալի, տոմս դառնում են ինքնաթիռի, նստում են գնում են Իտալիա, համերգ են նայում, հետ են գալ։ Ջահելներ ջան, այդ Ռոբերտ Քոչյանի քվետվող ջահելներ։ Դուք գիտեք, որ դուք Instagram չեք ունենալու, եթե Ռոբերտ Քոչյանին քվեարկեցիք, կամ Սամվել Կարապետյանին, որ հաջորդ ընտրությանը ձեր քվեն ոչ մի բան է լինելու։ Ընտրվողը Պուտինն է լինելու, կամ Լուկաշենկոն։ Ասում է իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանը ամենախաղաղն է եղել, իսկ հիմա ասենք երկրի վրա պատերազմ բերած մարդիկ խոսում են խաղաղությունից։ Ինքը եկել է պաշտոնի, երբ որ Հայաստանը հաղթած էր։ Երբ որ Հայաստանը ոչ միայն Արցախն էր կարողացել պահել, այլ Հայաստանը նաև Արցախի հարակից 7 շրջանները անվտանգության գոտի էր ստեղծել։ Ինքը եկել է պաշտոնի, երբ որ Հայաստանի բանակի բյուջեն 10 միլիոնով ավել էր Ադրբեջանի բանակի բյուջեից։ Երբ որ Հայաստանը իր բյուջեից 5%-ն էր հատկացնում բանակին, իսկ Ադրբեջանը 2%։ Ինքը եկել է իշխանության, եւ այդ իշխանության տարիներին փոխանակ Հայաստանի տնտեսությունը զարգացներ, կազմակերպած պետություն էր ձևավորում, Հայաստանի եղած-չեղածը Հրանտ Բագրատյանի ասածով 40 ընտանիքների մեջ բաժանելու։ Այս էր իր ազրածը։ Իր տարիներին Հայաստանում զարգացել են սրճարանները եւ բենզալցակայանները։ Այն որ ամեն փողոցի վրա 5 հատ բենզալցակայան էր, այդ էր Ռոբերտ Քոչյանի ժամանակները։ Իր պաշտոնավարման տարիներին քվեարկությունը եղել է 5000 դրամ, ասել են վերցրու, կգաս մեզ կքվեարկես։ Հələ փորձիչ վերցնես։ Ուրեմն դու մեզ դեմ ես ու դու քո հալը կտեսնես։ Իր պաշտոնավարման տարիներին միտինգի հետևից եկողների մարդկանց գողանում էին ու զազրախոսության հոդված կար տանում 15 օրով պահում էին։ Մեր գեղում իմ բարեկամների մեջ մարդիկ կան, որոնք չէին էլ սպասում, որ իրենց հետևից գային։ Հենց անմիջապես միտինգից հետո գնում էին ոստիկանություն, ասում էին, որ չգաք երեխեքին չվախցնեք, մենք եկել ենք մեր բողջեքով, որ այստեղ նստենք մինչև այդ ամեն ինչ։ Էս է եղել Ռոբերտ Քոչյանի տարիները։ Իր իշխանավորության տարիներին մին դիմադիր մամուլ է եղել ԱՄԵԿ+ անունով, որը էլի բալանսավորված էր, գիտեք, իրենց հավասարաչափ տեղեր տալիս, ու դա էլ փակեց։ Այսօր ով չի ալարում իշխանություններին ինչ ասես ասում, էլ իրանք էլ ժողովրդավարությունից են խոսում, ներողամտությունից եւ այլնից։ Խաղաղության օրակարգին կանք, ինչպես եք վերաբերում երկու կողմերի, այս դեպքում իշխանության եւ պայմանական ասած ռուսամետ դաշտի, այս ռետորաբանությանը, նարատիվներին, քաղաքացիական պայմանագիրն ասում է, մեզ պետք է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի անշրջելի դարձնենք այս խաղաղությունը, նրանք ասում են, այս խաղաղությունը չէ, որ մեզ պետք է ավելի ուժեղ եւ երաշխավորված խաղաղություն։ Մենք իսկապես խաղաղության կամ պատերազմի երկընտրանքի մեջ ենք եւ դա այդ հարցը կորոշվի ընտրությունների արդյունքով։ Ցանկացած պետություն, եթե իհարկե Եվրոպայի կենտրոնում չի ու կողքերը ժողովրդավար չեն, այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ պատերազմ ու խաղաղության երկընտրանքի մեջ է։ Եվ այդ պատերազմ ու խաղաղության երկընտրանքը ապահովում է տվյալ երկրի տնտեսությունը։ Այսօրվա Իրանի պատերազմում տեսեք, առաջի հարվածներից հետո խաղի մեջ մտավ տնտեսությունը։ Այլ լծակները ինչով կարող է սեղմել։ Հայաստանի Հանրապետության տնտեսության ոտքի հանելն է, կամ այդ տնտեսությունը ժամանակակից ռելսերի վրա դնելն է, որ Հայաստանին կապահովի այն հզորությունը, որ ինքը 10 միլիոն դրոն ունենա, որ ինքը իրապես պրոֆեսիոնալ բանակ ունենա, որ համարժեք կամ այն աշճանի ցավոտ հակահարված տա ներառյալ հարևան Թուրքիային, որ նրանք մտածեն Հայաստանի վրա հարձակվել, հնարավոր է թե չէ։ Այդ հնարավոր է, ես միանշանակ համարում եմ, որ հնարավոր է։ Ինչպես է հնարավոր։ Համագործակցելով այն երկրների հետ, ում շահերը
տվյալ պահին մեր հետ համընկնում է, իսկ մեր շահերը այս պահին համընկնում է Միացյալ Նահանգների հետ, ով տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ով Մեղրի միջանցք չի ուզում, ասում է դրա անունը թող իմ անունով լինի, բայց այդ Մեղրի միջանցք չլինի ու դա տարանչիկ ճանապարհ լինի, ով նաև ունի տեխնոլոգիաներ կիսահաղորդիչների ոլորտում, արհեստական ինտելեկտի ոլորտում, զարգացող տնտեսության ոլորտում, մեքենաշինության ոլորտում, Եվրոպայի հետ Ռուսաստանը այդ առումով ոչինչ տալ չի կարող։ Ռուսաստանը ինքը շահիդներ է գնում։ Լավ, Ռուսաստանը ոչինչ տալ չի կարող, դուք ասում եք այդ ամենը կարող է իրականություն դառնալ Միացյալ Նահանգների հետ համագործակցության արդյունքում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունն առաջարկում է իր անվտանգության այդ ծրագիրը, որտեղ կարծես թե խոսում են ամեն ինչի մասին, ինչ որ դուք ասում եք եւ ասում են մենք դա կանենք, դա հնարավոր է։ Դրոններ, փակ օդ, տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն եւ այլն։ Եվ սրան էլ գումարած այդ ամեն ինչի հետ ներգրավում է նաեւ իսրայելցի հայտնի գեներալ, որը այդ հակաօդային պաշտպանության ճարտարապետներից։ Նախ ասեմ, որ Իսրայելը իսկապես շատ ընտիր հակաօդային պաշտպանություն ունի եւ Իսրայելի փորձը եւ Իսրայելի տեխնոլոգիաները ներգրավել պետք է։ Ինչպեսի առումով ասեմ, այն ինչ որ ես ասում եմ, այդ առումով ստեղծված է հիմք։ Այսինքն օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունները, բացի խաղաղության մասին եւ տրիպի մասին ստորագրած փաստաթղթից, ստորագրել է երկրող փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի կողմից, որտեղ նշված են այն կետերը, որում համագործակցության հնարավորություն կա։ Եվ այս առումով է, որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի ունենա փոխվարչապետի ինստիտուտ, որը պիտի զբաղվի այդ տրիպի եւ Եվրոպայի հետ առաջացած այդ խնդիրների արագ առաջ տանելու առումով։ Եվ այս առումով մենք ասում ենք, որ այս տեխնոլոգիաները ամբողջությամբ այնտեղ կա։ Հիմի այն ինչ որ ասում է մեր ձևով, ինքը որտեղից է անելու։ Սամվել Կարապետյանը անցանկալի հանձ է համարվում Միացյալ Նահանգներում, որովհետև կա Moscovian Report ցանկ, որտեղ 200 գործարարների է նշված, որոնք Պուտինի փողերի լվացման գործընթացում նրա համախոհներն են։ Այսինքն Սամվել Կարապետյանը համարվում է Պուտինին համախոհ, հետևաբար ինքը Միացյալ Նահանգների համար անցանկալի անձ է, կոռումպացված անձ է, ու նրանք այդ իրեն չեն տալու։ Եվրոպա, այստեղ էլ Սամվել Կարապետյանը կամ ուժեղ Հայաստանը այդ իր ազդեցությամբ չի կարող գործնեություն ծավալել, այսինքն այդ Եվրոպայի 500-անոց շուկան էլ Սամվել Կարապետյանի դեպքում փակ է, որովհետև Ֆրանսիայում ամենահայտնի դղյակներից մեկի գնման գործում կոռուպցիոն գործընթաց են տեսել, որտեղ Սամվել Կարապետյանը մեղադրյալ է իմիջայլոց Գազպրոմի հետ աֆիլիացված լինելու առումով։ Հետևաբար իրենց ուր մնաց Ռուսաստանը եւ Չինաստանը։ Չինաստանը 2020 թվականի պատերազմի օրերին, երբ Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բանաձև մտցրեց, որ ՄԱԿ-ը պահանջի դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, այդ Չինաստանը դեմքը վիարկեց, որ պատերազմը չդադարի, որ Ադրբեջանը մինչև վերջ Լեռնային Ղարաբաղը դատարկի։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը այդ Չինաստանի հետ ինչի՞ չէր բանակցում։ Այդ ժամանակ ինչեր ինքը կոչանում կողմերին զսպվածություն ցուցաբերել կամ բանակցային սեղանի շուրջ հարցեր լուծել, բայց ուժեղ տղա էր թողոքներ Հայաստանին։ Չինաստանը այս տարածաշրջանում շահագրգռված է համագործակցել Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Ինչու՞, որովհետեւ այդ երկրներում, այնպես ինչպես Չինաստանում, իշխանությունը չի փոխվում։ Չինաստանը կոմունիստական երկիր է, եթե Սամվել Կարապետյանը եւ իր թիմը օրինակ է վերցնում Չինաստանը, ուրեմն ինքն ուզում է, որ Հայաստանում իշխանությունը նշանակի Կիմ Չեն Ինը, նշանակի Սին, նշանակի Պուտինը, որ Հայաստանում երիտասարդը չգա ու ընտրությամբ իշխանություն չփոխի։ Այս է իրենց ասածը։ Իսկ Հայաստանում հենց մարդը տեսա, որ իր քվեից բան կախված չի, իսկ ինքը հետ տեսել է Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի տարիներին, ինչ արել, արտագաղթել է։ Ուղղակի արտագաղթել է։ Եթե դուք իմ ասածը հաշվի չեք առնում, եթե դուք ինձ առհամարում եք, ես թողնում գնում եմ։ Այս է եղել։ Լավ, հիմա գանք ձեր կուսակցությանը եւ պայմանական ասած արևմտամետ դաշտին, այստեղ ինչ է կատարվում, դուք ինչ եք անում հիմա, ինչով եք զբաղված, որպեսզի դերակատար լինեք առաջիկա ընտրական գործընթացներում եւ այսպես հանրային քաղաքական շրջանակներում անընդհատ մերթ խոսվում է արևմտամետ ուժերի միասնական չլինելու մասին, սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։ Գիտեք ինչ, այդ միասնականության գաղափարը, որ այ միասին
լինենք ու բոլոր խնդիրները կլուծենք, ոչ միայն քաղաքական կուսակցություններին է վերաբերում, այլ չարենց ընդհանրապես հայ ժողովրդի միասնականության մասին է ասել։ Հայերը իրենց տեսակով անհատականություններ են եւ այդ առումով այդ միասնականությունը այնպես չի, որ իր էության մեջ հնարավոր է ամբողջացնել եւ այնպես չի, որ ինքը այդ միասնականությունը արդյունք է տալիս։ Օրինակ Գյումրիում մենք ամբողջությամբ միասնական ենք։ Ընդդիմադիր ողջ դաշտը միասնական էր։ Ներառյալ ընդդիմադիր դաշտի այն արևմտյան արժեքներ կրող, բայց դրանցից դուրս էլի նկատի ունեմ, չգիտեմ, ԱԺԲ եւ այլ այս կարգի նոր կուսակցություններ կան, ինչ որ իրենք էլ ասացին ճիշտ կլինի քվենտար։ Ու ինչ արդյունքը, այսինքն այդ միասնականությունը արդյունք տվեց, խնդիրը դրանում չի։ Ինչու՞մ։ Ընտրությունները դա տեղերում արվող աշխատանք է։ Գաղափարական առումով այն ինչ մենք ասում ենք արևմտյան առումով, ասում ենք այն, ինչ ընդդիմադիր դաշտի մնացած տղեկն են ասում, ու շատ հարգում եմ։ Անկեղծ ասած, մարդկային շատ լավ հարաբերություններ ունեմ Արման Բաբաջանյանի հետ, եւ սրտանց հաջողություն եմ մաղթում իր կուսակցությանը, հանուն հանրապետության կուսակցությանը։ Ոչ կոռեկտ եմ համարում, որ ես գնամ ասեմ, գիտես ինչ, պարոն Արման Բաբաջանյան, արեք մտեք իմ ցուցակ։ Այդ նշանակում է, որ ես ասեմ դու կուսակցություն չունես։ Իսկ ասեմ արի դաշինք, այդ լրիվ ուրիշ բան է, որտեղ ցուցանիշն ուրիշ տեղ է։ Հասկանում եք։ Ես շատ լավ եմ վերաբերվում Խուրշուդյանին, ասեմ թե Արմանի, թե Խուրշուդյանի բոլոր հարցազրույցները նայում եմ, հետևություններ եմ անում։ Ասեմ, որ դժվար իրավիճակներում միշտ մեկս մեկի օգնել ենք։ Այդ առումով կարող են բազմաթիվ անուններ տալ։ Այն որ արևմտյան արժեքների առումով միգուցե մենք նույն արժեքներն ենք կրում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ թվարկած մարդկանց մեջ նույն Խուրշուդյանի ասած կոնսերվաներ են բացվում, որոնք պարզվում են, որ արևմուտքից խոսելով, Վուդրո Վիլսոնից խոսելով լրիվ ռուսական դաշտում են եղել ու ելի են բացվելու։ Ես տարբեր Արտուր Բաղդասարյանական կերպարներ եմ տեսնում, որոնք կբացվեն ժամանակի մեջ կերևա։ Բայց ընդհանուր արևմտյան գաղափարախոսության մեջ գտնվելով հանդերձ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը վարվում է եւ քաղաքականություն վարելու աշխարհում միակ միջոցը քաղաքական կուսակցություններ ձևավորելով է, փորձված քաղաքական թիմերով պայքարի մեջ մտնելով է, ոչ թե ընտրություններից առաջ ասել գիտես ինչ թիմին, այ դու գնա նստի տանը, այ հիմի դու հերոսացով դուք խոսել եք, բոլորդ կարծես արևմտամետ եք, արեք դառնանք թիմ, գնանք ազգային ժողով, հետո այնտեղ որդ ինչ կուզեք կանեք։ Այն դեպքում, որ այո, միգուցե արևմտյան արժեքներով մենք նույնն ենք, բայց ասենք սահմանադրության առումով, Հայաստանի իշխանությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով, կոալիցիա կազմել չկազմելու առումով, խաղաղության առումով, Ռուսաստանի առումով լրիվ տարբեր տեսակետներ ունենք։ Լրիվ տարբեր տեսակետներ ունենք։ Դրա համար ամեն մեկս թող իր տեսակետն ասի, իր ճանապարհով գնա։ Մենք հիմի նախապատրաստվում ենք համագումարի, այ ասում են, գիտեք ինչ, ցույց տվեցին հարցումները, որ դուք 1% ունեք։ Գիտեք, այդ հարցումները երբեք էլ մեզ 1%-ից ավել չեն տվել։ Երևանում էլ 1% էին տալի, մենք գնացինք, հավաքեցինք 11%։ Ընտրություններից մի օր առաջ քաղաքացիական պայմանագիրը հատուկ ասաց, որ հանրապետություն կուսակցության տոկոսը 1% է։ Գիտեք ինչի, որ չփոշիացնեք էլի ձեր քվեն։ Մի փոշիացրեք, տվեք մեզ, մեկա իրանք 1%-ը։ Արդյունքում մեզ 4%-ից չբավարարեց 14 զայն։ Հիմի հավատացնում եմ ձեզ, որ մենք այս ընտրություններում Երևանի ցուցանիշը կրկնելու ենք, դե կտեսնեք։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսպեսով Հայաստանը ընտրական թեժ փուլում է եւ այս ընթացքում քննարկում է ոչ միայն եւ ոչ այնքան սոցիալական, տնտեսական հարցեր, այլ ավելի խորքային խաղաղություն, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, Հայաստանի ճանապարհ, առաջիկա տարիներին այս թեմաների շուրջ քաղաքական ուժերը ձևավորում են եւ ձևակերպում են իրենց մոտեցումները, ձևավորում են նաեւ հանրային տրամադրությունները եւ վերջո վերջնական խոսքը պատկանում է ընտրողին, որը հայտնի կդառնա արդեն հունիսի 7-ի քվեարկությունից հետո։ Առաջիկայում իհարկե այս քննարկումներն ավելի սուր են լինելու, ավելի առարկայական, իսկ մենք այս ձևաչափում ազատազրույցում փորձելու ենք քննարկել այս հարցերը բոլոր կողմերի հետ բաց, ազատ այս ձևաչափով։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, սա ազատ զրույցներ, ես զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։